Ողջույն, հարգելի հայրենակիցներ։ Ինչպես գիտենք, փաստացի քարոզարշավները արդեն սկսել են, քանի որ կրկեսային ընտրությունները մոտ 2 ամսից են լինելու, ու ինչպես տեսնում ենք, մեր իրավիճակը իրոք տագնապալի է բոլոր գիտակից ու հասկացող մարդկանց համար, ովքեր տեսնում են, թե ինչ է կատարվում, քանի որ տեսնում ենք, որ հայ ժողովուրդը, հայ ազգը նորից ընտրություն չունի, իրական ընտրություն, որովհետև ովքեր որ մասնակցում են այս խեղկատակ ընտրություններին, իրականում նույն դեմքի տարբեր դիմակներն են։ Ոչ մի էական ձևով իրարից չեն տարբերվում։ Իրական այլընտրանք չի ցուցադրվում ժողովրդին։ Ու դա հատուկ է արվում, որպեսզի այս նեոբոլշևիկյան հակահայկական համակարգը ամեն անգամ վերարտադրվի, ինչպես վերարտադրվել է այս վերջին 35 տարում 1991 թվականից սկսած։ Սա պետք է անընդհատ ասվի, որպեսզի մարդիկ հասկանան, որ այստեղ միայն ներկայիս կառավարությունը խնդիրը չէ, այլև այս ամբողջ համակարգն է խնդիրը, որը այս ամբողջ օրակարգի մասն է կազմում, այս հակահայկական օրակարգի, որը մեր երկիրը շարունակում է տանել կործաման, ու դա եւս մի փաստ է, բայց ամեն ինչ անում են, ինչպես տեսնում ենք այս խեղկատակ քարոզարշավների ժամանակ, որ մարդկանց հիպնոզի տակ պահեն ու մոլորեցնեն իրականում, անընդհատ ստեր ասելով, կեղծ խոստումներ տալով, ու պարզապես զարմանալի է, թե ինչ է կատարվում, որովհետև մարդիկ կարծես թե ինչ-որ ձկան հիշողություն ունեն, չեն հիշում, թե այս մարդիկ ինչ են բերել մեր գլխին։ Ու նորից ասեմ, խոսքը միայն կառավարության մասին չէ, իշխող թիմի մասին չէ, խոսքը նաև նրա թիկունքը պահող կեղծ ընդդիմության մասին է, եւ առհասարակ ովքեր մաս են կազմում այս համակարգի։ Դրա համար շատ մտածող ու գիտակից հայերի համար իրավիճակը, այո, անհույս է թվում, բայց ես կուզեմ մի զուգահեռներ անցկացնել մի պատմական դեպքի հետ, որ զարմանալիորեն չեմ տեսել ուրիշ ինչ-որ մի պատմաբան այդ զուգահեռները անցկացնի։ Ես իհարկե պատմաբան չեմ, ես ֆիզիկայի ֆակուլտետն եմ ավարտել արդեն 11 տարի առաջ Ամերիկայում, բայց անկախ ժամանակներում, ազատ ժամանակներում ես շատ եմ ուսումնասիրել, ինքնակրթությամբ զբաղվել, ու այդ առհասարակ 20-րդ դարի պատմությունը շատ է հետաքրքրել, հատկապես առաջին կեսի, առաջին ասենք 50 տարին, որովհետև այդ ժամանակ իրոք հեղափոխականների ոնց որ դարաշրջան էր, գաղափարախոսությունների եւ այլն։ Ու մեր ներկայիս իրավիճակը շատ նման է Վայմարյան հանրապետության Գերմանիայի։ Իհարկե, շատերը դե կասեն, ոնց կարա նմանություններ լինի, լրիվ տարբեր ժամանակներ, տարբեր պետություններ, տարբեր աշխարհաքաղաքական դրություն եւ այլն, այդ ամենը հասկանում եմ, նաեւ ընդհանուր, ասենք, իրավիճակն էր տարբեր, որովհետեւ այն ժամանակ Վայմարյան հանրապետությունը նոր էր, դեմոկրատիան, ժողովրդավարությունը այսպես կոչված, առհասարակ նոր բան էր արևմուտքում կամ առհասարակ Եվրոպայում, աշխարհում։ Առաջին աշխարհամարտը հատուկ արեցին, որպեսզի քանդեն, տապալեն թագավորությունները, որպեսզի այս նոր իրենց համաշխարհային աշխարհակարգը ստեղծեն, այս կեղծ ժողովրդավարությամբ։ Մի խոսքով, մենք ամեն դեպքում կարող ենք հասկանալ, որ սկզբունքն է նույնը, այո, այն ժամանակ շատ հիպերակտիվ էր քաղաքական ոլորտը, այնտեղ բազմաթիվ կուսակցություններ կային, շատերը շատ ակտիվ էին, ովքեր այն ժամանակ ինչ-որ մի բանով հետաքրքրված էին, անպայման մի կուսակցության անդամ էին դառնում։ Այնտեղ եթե մի կուսակցությանը համակրում էր, դու պետք է անպայման ոնց որ անդամ դառնայիր, որովհետև այն ժամանակ մարդիկ ավելի ակտիվ էին բնականաբար, որովհետև չկար տեխնոլոգիա, չկար հեռախոսներ, չկար նման միջոցներ, դրա համար մարդիկ ստիպված պետք է տնից դուրս գային, մասնակցեին։ Այդ իմաստով, այո, շատ սարուձորի տարբերություններ կան, բայց շատ միաժամանակ շատ նմանություններ կա։ Օրինակ, ինչպես գիտենք, Վայմարյան հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականին, երբ Գերմանիան պարտվեց, խայտարակորեն պարտվեց, ու շատերը կարող են փաստերով ապացուցել, որ դա իրական ներքին դավաճանություն էր եղել տարբեր ուժերի կողմից, կոմունիստների եւ այլն, ովքեր ուզում էին Գերմանիային սնանկացնել, որպեսզի Գերմանիայում անել այն, ինչ արեցին Ռուսաստանում։ Ուզում էին Գերմանիայում կոմունիստական հեղաշրջում անեն, կամ հեղափոխություն, նայած եթե բռնի ուժով են անելու, թե ընտրությունների միջոցով, որը հետո փորձեցին անել, ուզում էին
Գերմանիային կոմունիստական դարձնեն, որպեսզի հետո ամբողջ Եվրոպան կոմունիստական դառնա եւ այլն։ Այն ժամանակ դե կոմունիստները ուզում են առհասարակ աշխարհը գրավել, հենց Մարքսի կարգախոսներից մեկն էր։ Բանվորներ աշխարհում միացեք, բայց իհարկե բանվորներ ասելով նրանք ամբողջությամբ խեղաթյուրել են բանվորության իմաստը։ Այդպես 18-ին ստորագրեց պարտությունը, հենց հետաքրքիր է, որ նաև նոյեմբերի 9-ին, մերը նոյեմբերի 10-ին 11-ին էր, իրանց նոյեմբերի 9-ին էր։ Ստորագրեցին, կորցրեցին իրենց բոլոր գաղութները, Գերմանիան կորցրեց բոլոր գաղութները, իր տարածքի 20%-ը ու ստիպված էր փոխհատուցել Անտանտի երկրներին աստղաբաշխական գումար։ Ու 18 թվականից մինչև 23 թիվ, շատ չեմ խորանալու մանրամասնությունների մեջ, որովհետև շատ երկար կտևի, փորձեմ հակիրճ պատմել ամենը։ Այդ 5 տարվա մեջ Գերմանիան շատ մեծ ճգնաժամի մեջ էր։ Ու գերմանացիները առհասարակ ապրում էին վախի ու անորոշության մթնոլորտում, չգիտեին վաղը իրենց ինչ է սպասելու։ Հիպերինֆլյացիան սկսեց 21 թվից մինչև 23 թիվ, որը մինչև այսօր համարվում է աշխարհի պատմության ամենամեծ ինֆլյացիաներից մեկը։ Այդ ժամանակ ակտիվ էր, ասենք, տարբեր ազգային ուժեր կային, ովքեր բախվում էին կոմունիստների հետ, այո, տենց թեժ իրավիճակ էր ստեղծվել, անկայուն էր վիճակը, բայց փոխվեց մի բան։ 24 թվականին գերմանացիները գործի դրեցին այսպես կոչված Դաուսի պլանը, որը պետք է Ամերիկայից վարկեր ստանային, որպեսզի կարողանային տնտեսությունը ոտքի պահել, փոխհատուցումը վճարել եւ այլն եւ այլն։ Ու այսպես 24 թվականից մինչև 29 թիվ կոչվում է Վայմարյան Հանրապետության կայունության ոսկե տարիները, այդպես են պատմաբանները համարում, ճակերտների մեջ էս էլ ասում ոսկե տարիները, որովհետև այո, կայուն էր ամեն ինչ, մարդիկ կյանքը սկսել էին նորից վայելել, ասում են ամեն ինչ լավ է լինելու, արդեն կայունություն է, խաղաղություն է, կաբարեները, ակումբները արդեն ակտիվ աշխատում էին, այսպես մակերեսից երևում էր, թե իբր մշակութային վերելք է ապրում Գերմանիան, բայց այդ ամենը սուտ էր։ Իրականում այդ ժամանակ Գերմանիայում աճում էր պղծությունը, թե պոռնկությունը, մարմնավաճառությունը, համասարամոլությունը նման արժեքներ լայնածավալ տարածում էին ստանում Գերմանիայում։ Ու առհասարակ ինչ որ մենք ունենք այս ժամանակակից աշխարհում, առաջին անգամ լայնածավալ մասշտաբով փորձության տակ է դրվել հենց Վայմարյան Հանրապետության ժամանակ։ Ու դրա համար իրականում այդ ամեն ինչը սուտ է, ոչ լիքը ազգայնականներ կային, ովքեր դա հասկանում էին, որ այդ ամենը պատրանք է։ Նրանք շատ լավ տեսնում էին, այդ ամեն ինչը սուտ է, որ ամբողջ գերմանական տնտեսությունը կախված էր Ամերիկայից եկած վարկերից, հույսը դրել էին Ամերիկայի վրա կամ առհասարակ օտար ուժի վրա։ Ու կարծում են ամեն ինչ լավ է լինելու։ Բայց այդ ազգայնականները, ովքեր քարոզում էին, ասում էին, չէ, ձեր գլխի տակ բարձ են դրել, ճգնաժամ է մոտենալու, հենց ասենք մի բան պատահի ու վարկերը դադարի գար, Գերմանիա ինչ է կանելու, այդպես բաներ էին ասում, բայց մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը նրանց արհամարում էր ծայրահեղական, անիրատեսական, անլուրջ էին ասում եւ այլն, նման ձևով պիտակավորում էին այդ ազգայնականներին։ Բայց պարզվում է նրանք ճիշտ եղան, որովհետեւ 29 թվականին, ինչպես գիտենք, այդ stock market-ի փլուզումը տեղի ունեցավ ու սկսեց մեծ դեպրեսիան։ Վարկերը դադարեց Գերմանիա հասնել ու միանգամից թռիչքաձև աճեց աղքատությունը եւ գործազրկությունը, անկայունություն նորից սկսեց երկրում եւ այլն, մարդիկ նորից խուճապի մատնվեցին։ Բայց այն ժամանակ կային այդ ազգայնականները, ովքեր տարիներ շարունակ զգուշացնում էին իրենց հայրենակիցներին, ճշմարտությունն էին ասում, պատրաստվում էին այդ գալիք ճգնաժամին ու կարողացան այդ վճռական պահին իրենց հայրենակիցներին առաջնորդեցին խաղաղ ճանապարհով հասան իշխանության։ Այն ժամանակ այդ ոսկե տարիների ժամանակ իրենց անապատային տարիներն են իրականում, որտեղ ամբողջությամբ գտնվում էին քաղաքական ծայրամասերում, մարդիկ հասկացան, բայց ի վերջո նրանք ճիշտ էին ասում։ Ու այդ 3% ձայնը
դարձավ 18%, հետո վերջում 30%, մինչև եկան իշխանության, որովհետև այդ ժամանակ արդեն գերմանացիները հասկացել են, որ պետք է ֆինանսավորեն այդ ազգայնականներին, եթե չեն ուզում, որ իրենց երկրում իշխանության կան կոմունիստները։ Մեծահարուստները մտահոգված էին, կամ միջին դասակարգի մարդիկ մտահոգված էին, որ եթե կոմունիստները կան իշխանության, կանեն Գերմանիային այնինչ արեցին Ռուսաստանում, սպանդիկը ենթարկեն բնակչության լավագույն հատվածին։ Մի խոսքով եկան իշխանության, երկրին հանեցին այդ ճգնաժամից, վերացրին աղքատությունը եւ տարիներ անց նաեւ հետ վերցրին իրենց կորցած հողերը, իրենց պատմական տարածքները, միացրին մի պետության մեջ եւ այլն եւ այլն։ Հիմա դրա մեջ չեմ խորանալու։ Ուղղակի նույնիսկ թվերն են նման։ Մենք ոնց կարող ենք այդ ամենը տեսնել ու զուգահեռներ չհասկացնել մեր իրավիճակի հետ։ Ու մենք տեսնում ենք իրականում 24 թվից էսկոմ Արցախի հայաթափումից էսկոմ այս վերջին 2 տարում մարդիկ լրիվ սուզվել են անտարբերության մեջ։ Լրիվ ինքնախաբեությամբ են զբաղվում։ Չեն ուզում ընդունել դառը իրականությունը, որովհետև շատ դաժան է։ Չեն հասկանում, որ մեզ ավելի լուրջ պայքար է սպասում, քան ինչ եղավ 20 թվականին։ Եվ մենք պետք է թե ֆիզիկապես, թե հոգեպես, ամեն ձևով պետք է պատրաստվենք դրան։ Ու մեր պարտականությունը մեր նման հայերի, ազգայնականների կամ իրական հայրենասերների պարտականությունը, որ մեր հայրենակիցներին ճիշտը ասենք։ Մենք չպետք է ասենք այն, ինչ ժողովուրդը ուզում է լսել, ինչպես այս քաղաքական մարմնավաճառներն են անում, ստեր տարածում։ Մենք պետք է ասենք այն, ինչ մարդիկ պետք է լսեն, ինչ արժանի են լսեն։ Ու մեր դերն է ժողովրդին առաջնորդելու, ոչ թե խաբելու։ Եթե մենք չանենք, ուրիշ ով է անելու։ Մենք տեսանք, թե իրանք այդ ազգայնականները 100 տարի առաջ ոնց ազգային հեղափոխություն արեցին։ Օրինական միջոցներով։ Ոչ մի արունահեղություն տեղի չունեցավ։ Ի տարբերություն օրինակ բոլշևիկյան Ռուսաստանում, որտեղ միլիոնավոր մարդիկ սպանվեցին։ Այնտեղ ոչ մի արունահեղություն չեղավ։ Բնական, օրինական ազգային հեղափոխություն եղավ։ Հիմա կասեք, դե բա 10 թվին էլ մարդ չմեռավ, հեղափոխություն եղավ, բայց ինչպես գիտենք, ոչ մի գիտակից հայ չի հավատա, որ դա իրականում հեղափոխություն էր։ Իմջալոց հենց այսօր եղավ 8 տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը հրաժարականը տվեց, բայց մենք ապացուցել ենք, որ դա իրականում աթոռափոխություն էր, իշխանափոխություն էր, տեղափոխություն էր, ամեն ինչ էր, բարձի հեղափոխություն։ Ոնց կարող է երկելով, պարելով գան, հասնեն Երևան, բոլորը աջակցեն նրանց, բոլոր օլիգարխները, բոլոր կեղծ հոգևորականները, բոլոր ռուսամետ, թե արևմտամետ քաղաքական ուժերը աջակցեն իրանց, ամբողջ համակարգը իրենց աջակցի ու դա կոչես հեղափոխություն։ Դա չի լինում հեղափոխություն, դա խաբեություն է։ Դա անհնար կլիներ առանց համակարգի լիակատար աջակցության, այս նույն նեոբոլշևիկյան համակարգի նախորդ հաղորդման ժամանակ ես ասացի, թե ինչու դա արեցին եւ որ ուժերն էին կանգնած այդ ամենի հետևում, նորից չեմ խորանալու դրա մեջ, ովքեր ուզում են իմանան, կարող են լսել նախորդ հաղորդումը։ Ասածս այն է, այս ամեն ինչը ասում եմ, որ մենք չկարծենք, որ մենք միակն ենք եղել այս վիճակում։ Պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ ազգը կանգնած եղել անհույս թվացող իրավիճակում, բայց ես հազար անգամ ասում եմ, որ չկան անհույս իրավիճակներ, կան միայն անհույս մարդիկ։ Եվ չպետք է նայենք այս բազմությանը։ Մենք գիտենք, որ չնչին փոքրամասնությունն է ազգի ճակատագիրը որոշում, պատմությունը փոխում։ Մենք դա պետք է գիտակցենք։ Ու ինչ էլ անում ենք, մենք պետք է միշտ մեր մտքում պահենք լավագույն հայի կերպարը։ Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ լավագույն հայի կերպարը շատանա, բազմանա, փրկվի այս իրավիճակից։ Գիտեմ, հիմա շատ դժվար է, հեռուստացույցը միացնում ենք, սրիկաներ ենք տեսնում։ Մտնում ենք սոցցանցեր, հիմարություններ ենք տեսնում։ Բայց կան բնականաբար լիքը լավ մարդիկ, ու մենք ինչ որ անում ենք, այդ լավ մարդկանց համար ենք անում նախ եւ առաջ,
որովհետև գիտենք ազգ իրականում այդ լավ մարդիկ են, այդ գիտակից իրական զտարյուն հայերն են ներկայացնում, ոչ թե բիոզանգվածը կամ զոմբիները, ցավոք սրտի կան հայեր, ովքեր զտարյուն հայեր, ովքեր խաբում են նման պրոպագանդայով, բայց ամեն դեպքում մեր պատասխանատվությունը այդ հույսը վառ պահենք մեր հայրենակիցների մեջ, ճշմարտությունը շարունակենք ասել, պատրաստվենք ճգնաժամի, որովհետև ես խորապես համոզված եմ, որ այս գալիք կրկեսային ընտրությունները վերջին ընտրություններն են լինելու, որտեղ կկարողանա այս խեղկատակ նեոբոլշևիկյան համակարգը վերարտադրվել, որովհետև աշխարհը շատ արագ արդեն փոխվում է ու ավելի կտրուկ է փոխվելու։ Աշխարհակարգը ամբողջությամբ փոխվելու է, որովհետև այս ներկայիս աշխարհակարգը, որի մեջ մենք ապրում ենք այսօր, գնում է ինքնակործաման։ Նաև այս նեոբոլշևիկյան համակարգը Հայաստանում գնում է ինքնակործաման, արդեն սպառվում է, չի կարողանալու։ Եթե մեր նմանները չլինեն այդ ճիշտ պահին մեր ազգին առաջնորդելու համար, մենք կկորցնենք ամեն ինչ։ Համար մենք պետք է պատրաստ լինենք դրան, հոգեպես, ֆիզիկապես, մեր հայրենակիցներին ճիշտ ուղղությունը ցույց տալու, մենք պետք է այդ փոթորիկի մեջ դառնանք կայծակ։ Եթե մենք ուզում ենք ոչ միայն փրկել Սյունիք, այլև փրկել մեր պետականությունը, Բաքվին ծնկի բերել եւ վերականգնել մեր փառքն ու պատիվը, մեր արժանապատվությունը ու ճանապարհը բացել մեծ հայքի, անկախ միացյալ հզոր Հայաստանի, դա է մեր առաքելությունը, դա է մեր ճակատագիրը եւ մենք դրանից չենք կարող խուսափել։ Վերին ուժերն են այդ պատասխանատվությունը դրել մեր ուսերին եւ մենք չենք կարող դրանից խուսափել ու չպետք է խուսափենք։ Մենք պետք է անենք այն, ինչ կարող ենք անել մեր հնարավորության սահմաններում։ Այո, մենք այս մեծ կուսակցության պես գումարներ չունենք, միջոցներ չունենք, բայց մենք շատ բաներ կարող ենք անել մեր սեփական ռեսուրսներով, եթե մենք նվիրված լինենք, եթե մենք հաստատակամ լինենք, նպատակը դրված լինենք, ինչպես ես եմ անում։ Ոչ մի հովանավոր չունեմ, ոչ մի մեդիա իմ մասին նույնիսկ մի ծպտուն չի անում։ Եթե նույնիսկ երբևէ արել են, բացասական է եղել։ Կամ ինչ-որ մի սկանդալ կարող է եղած լինի, կանչեն հարցազրույցի ու վերջ, բայց ոչ ոք ինչի պրոպագանդում։ Ես ինչ որ արել եմ այսքան ժամանակ 4.5 տարի առաջ, երբ շարժումը հիմնադրեցի, իմ սեփական ուժերով եմ արել։ Այսքան ակտիվությունը որ կա, իմ սեփական միջոցներով է արված։ Ու անդամների, ովքեր ինձ կողքից աջակցում են, կամ աջակիցներ կան, ովքեր թեթև այս կոմենկոն մի բանով օգնեն, բայց ընդհանուր առմամբ մենք մեր շարժումը մեր սեփական ուժերով է անում։ Ու մենք ինչպես մեր շարժումը մեր սեփական ուժերով կկառուցենք, այնպես էլ մեր երկիրը պետք է նախ եւ առաջ մեր սեփական ուժերով կառուցենք։ Որովհետեւ նման երկիրը իրականում արժանի է դաշնակից լինել մի ավելի հզոր երկրի հետ։ Նորից ասեմ, ամեն ինչ ասացի, որպեսզի մենք հասկանանք, որ այս ամենի ելքը իրական ազգային հեղափոխությունն է, ու դրա ժամանակը մոտենում է, եւ մենք չպետք է հուսահատվենք, չպետք է վհատվենք, չպետք է առհասարակ հիասթափվենք մեր հայրենակիցներից կամ մեր ազգից։ Մենք գիտենք, որ այս ամենը անցողիկ է։ Մենք գիտենք, որ պետք է այս փոթորիկի միջով անցնել, որպեսզի մենք կարողանանք տեսնել գալիք հայկական, հայ-արիական արշալույսը, ու այդ ժամանակը մոտենում է, հորիզոնում է, ուղղակի մենք պետք է պայքարելով հասնենք դրան։ Այսօր այսքանը, եւ դուք դիտում եք հոսանքի ազգային ձայնը եւ ամեն դեպքում կեցը Հայաստանը։